Վերադարձանք գովազդից եւ արդեն մեր տաղավարում են ուժեղ մարդիկ, որոնց մասին մի քիչ առաջ ասում ենք։ Մեր տաղավարում են արդեն մեր հաջորդ հյուրեր, ինչպես նշեց գործընկերս, հայ քիք բռնցքամարտիկներն են վերադարձել միջազգային մրցաշարից հերթական հաղթանակով։ Եվ այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք մարդկանց, ովքեր կարծում են, որ սպորտը երիտասարդության շրջանում կախվածություններից զերծ մնալու լավագույն միջոցն է։ Արդեն տաղավարում են մեր հյուրերը Հայաստանի քիքբոքսինգի ազգային ֆեդերացիայի նախագահ, ինչպես նաև ոչ օլիմպիական մարզաձևերի ֆեդերացիաների նախագահ Գառնիկ Հարապետյանը, Հայաստանի քիքբոքսինգի ֆեդերացիայի մանկապատանեկան հավաքականի մարզիչ Վագն Մկրտչյանը եւ Հայաստանի քիքբոքսինգի ֆեդերացիայի նախագահի տեղակալ Հարիստակես Մարկոսյանը։ Գլխավոր մրցավար Հարիստակես Մարկոսյան։ Բարև ձեզ, բարի լույս։ Նախ շնորհավորում ենք, գիտենք, որ այս վերջերս հերթական հաղթանակներով մեր հավաքականը վերադարձել է միջազգային մրցումներից։ Նախ ինչ մրցումներ էր, որտեղից եք վերադարձել, ինչքան մեդալ եք բերել երկիշ։ Ես նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել 8 տարի առաջ են եղել այս տաղավարում, էլի հաղթանակով են վերադարձել։ Ուր եք 8 տարի։ Աշխատում ենք, եկել է ժամանակը աշխատանքով ցույց տալ հանրությանը եւ հասարակությանը մեր գործունեությունը, փորձում ենք ել ավելի շատ սոցիալական ցանցերով ներկայացնել մեր գործունեությունը, բայց հաշվի առնելով որ շատ հեռուստաընկերություն այն հեռուստաընկերություններից է, որ հանրության եւ հասարակությանը միշտ ներկայացել է մեր հաջողությունները, մենք հերթական անգամ դիմեցինք եւ շնորհակալ եմ, որ հրավերքը ընդունվեց մեր կողմից։ Մենք ենք շնորհակալ։ Մի փոքր կներկայացնեմ, մի փոքր ուշ միջոցառման ինչ հաջողություններ ենք ունեցել, բայց ուզում եմ ամենակարևորի մասին խոսենք, վաղը եւ մյուս օրը, այսինքն ապրիլի 3-ին, 4-ին, 5-ին Հայաստանի Հանրապետությունում քաղաք Երևանում Դինամո մարզական կազմակերպությունում տեղի կունենա քիքբոքսինգի բացառաշնություն, այդ թվում նաեւ պրոֆեսիոնալ մենամարտեր, որտեղ մասնակցելու են Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի եւ Վրաստանի մարզիկները։ Մենք Սա Հայաստանի բացառաշնությունն է։ Բացառաշնությունը այս երեկոյան պրոֆեսիոնալ մենամարտերը կլինի միջազգային։ Մենք ընտրել ենք այն կարգախոսը պայքարել թմրամոլության եւ ձիայի դեմ, զերծ պայելով երեխաներին բոլոր վատ արատավոր երևույթներից, պայքարել փողոցային վատ բարքերի դեմ, այսպիսով սպորտը համարելով դեղամիջոցներից մեկը։ Այս կարգախոսը մենք երբ որ ընտրում էինք, նպատակը մեկն էր, որ երեխաները լինեն ֆիզիկապես ամուր, կոփած եւ ուղղորդենք դպրոցներում մարզվեն։ Այս ամենը նաեւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախաձեռնությամբ մենք իրականացնում Հանձինս օլիմպիական կոմիտեի նախագահ մեծարգո պարոն Ծառուկյանի առաջարկով, քանի որ բոլոր մարտարվեստները, որոնք կազմակերպում ենք միջոցառումներ, նվիրենք կարգախոսով եւ պայքարենք թմրամոլության եւ ձիայի դեմ։ Սա հիմնական գաղափարախոսն է։ Սա մեծահասակների երիտասարդներ, պատաններ եւ մեծահասակներ։ Բոլոր 3 Հայտը արդեն ներկայացրել են 200-ից ավել մարզիկներ, որոնք կներկայանան իրենց մարզական հմտություններով, գիտելիքներով ցույց կտան արդեն մենամարտի դահլիճում, տատամի վրա եւ ռինգի վրա, քանի որ լինելու է full contact, light contact, լինելու է full contact blocking եւ պրոֆեսիոնալ մենամարտեր, այդ թվում նաեւ կամ մենք։ Ինչ է այս ամեն ինչը ներկայացրեցի, քանի որ Հայաստանի քիքբոքսինգի ֆեդերացիան հանդիսանում է ՎԱԿՕ-ի պաշտոնական ներկայացուցիչը արդեն 20 տարի Հայաստանի Հանրապետությունում, ՎԱԿՕ-ն դա միջազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական անդամ է, 3 տարի առաջ քիքբոքսինգը դարձել օլիմպիական ընտանիքի անդամ, իհարկե մենք հաջորդ օլիմպիական խաղերին արդեն մասնակցություն կունենանք ցուցադրական ելույթներով։ Հաջորդին այսին 28-ին։ Այո, եւ ասեմ ինչպես սամբոն, ասում 32-ին հույս ունենք, որ կդառնանք արդեն լրիվ օլիմպիական մարզադահլիճ։ Եվ ես ուզում եմ նաեւ իրազեկեմ մեր հանրությանը, այս տարի Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ իր պատմության մեջ ներկայ է գտնվել Համաշխարհային քիքբոքսինգի ֆեդերացիայի նախագահ ՎԱԿՕ-ի Ռոյ Բեկերը։ Նա ամբողջ երկրներով շրջում է, ուսումնասիրում է արդյոք ինչպես է մարզաձևը զարգանում տրվալ պետություններում։ Ինչ ասեց մեր երկրի մասին։ Ասեմ, որ մարզադահլիճի բացում տեղի ունեցավ իր գլխավորությամբ, որ օլիմպիական կոմիտեն էր վերանորոգել եւ զարմացած էր, որ քիքբոքսինգը 30 տարի գործում Հայաստանի Հանրապետությունում եւ կարելի ասել պետական կրթության մշակույթի սպորտի նախարարության կողմից ուշադրության կենտրոնում չի նաև աջակցություն չի ստանում։ Դե ոչ, դա նորմալ է ԿԳՄՍ-ի կողմից։ Ասեմ նաև, որ մենք շատ կուզենայինք եւ բոլոր մարտարվեստների ֆեդերացիաները կուզենային, որ ֆինանսավորվեն իհարկե պետական ֆինանսական ծրագրերից։ Ինչու է դա կարևոր։ Եկեք բացատրենք
հերոստատիտողին, ինչի է դա կարևոր, ինչի ենք մենք բոլորս դա պահանջում, ինչի եք դուք պահանջում, ինչի է պետությանը դա պետք վերջը եւ ինչի է Վերջը պետություն ես ներկայացնում, դրոշ ես բարձրացնում։ Համար 1-ը, երկրորդը դու համաշխարհային պաշտոնական ֆեդերացիա ես ներկայացնում։ Հարց կառաջանա հիմա մեր հերոստատիտողներին ինչի ստեղծվեց ոչ օլիմպիական մարզաձևերի միությունը։ Տեսեք։ Ո՞վ է մտնում այդ ոչ օլիմպիական մարզաձևերի միությունը։ Պաշտոնական այն ֆեդերացիաները, որոնք 10 տարուց ավել գործում են Հայաստանի Հանրապետությունում, որոնք ունեն կենսագրություն, կա չափորոշիչներ, որոնք ունեն մարզչական խորհուրդ, մրցավարական խորհուրդ, որոնք սերտիֆիկատներ են ստանում մարզիչները, որոնք մանկավարժներ են, ոչ թե միայն լինեն մարզիչ, իրենք պետք է լինեն մանկավարժ, հոգեբան, կարողանան դաստիարակեն երեխաներին։ Պետությունը ենք ներկայացնում, իհարկե պետք է պետության կողմից նաև ֆինանսավորվի։ Մենք իհարկե զարմանալի բնույթ ասեմ, վերջերս ենք իմացել 3 տարի 2 միլիոն 400 հազար դրամով պետությունը ֆինանսավորում, նախորդ շաբաթ իմացանք, որ ֆինանսավորումը կտրվել է եւ հերիք եղավ բոլորով։ Բայց չէ որ մենք բազմիցս ունենում ենք բազմաթիվ հյուրեր, հա, նույն առողջապահության նախարարությունից, ովքեր որ ինչ որ ակցիաներ են իրականացնում, ենթադրենք ընդդեմ ծխախոտին, առողջ ապրելակերպի համար, չէ, սա լավագույն միջոցն է։ Առողջ ապրելակերպ, այո, իհարկե։ Բան ասեմ, մեր ֆեդերացիան, ով այդ ֆեդերացիան հիմա մի ծրագիր է իրականացնում պետական, կարող եմ ասեմ նաև զարմանալի լինի մեր հերոստատիտողի համար։ Մենք առաջարկություն ենք արել պետական մտածելակերպով գաղափարախոսությունով, որ նախազորակոչային բոլոր տարիքի երեխաները մեր դպրոցում մարզվեն անվճար հիմունքներով։ Մենք այսօր սոցիալապես անապահով ընտանիքի երեխաներին մեր դպրոցներում անվճար հիմունքներով թույլատրում ենք մարզել։ Այսինքն նախազորակոչային տարիքի տղան, որ պետք է զորակոչվի բանակ, ծնողը գնում է զինկոմիսարիատ, վերջը ծնողի հոգեբանությունը, չէ, մի տարի մնացել երեխես գնա բանակ ծառայ, ես մի քիչ այսպես ազատ խոսեմ, երեխուն ուղարկենք թող գնա մի քիչ ֆիզիկական պարավի ու պնդանա։ Մենք այդ հարցը վերցրել ենք, ուզում ենք օգնենք մեր պետությանը։ Առանց պետական աջակցության։ Այո, առանց պետական աջակցության։ Մենք այս ամեն ինչը անում ենք մեր ժողովրդի համար, մեր պետության համար, մեր երեխեքի համար։ Միայն մենք չենք, բոլոր ոչ օլիմպիական մարզաձևերը չեն ֆինանսավորում, ցանկալի կազմակերպություն է։ Ոչ օլիմպիական, քանի կազմակերպություն կա, որ 19 ֆեդերացիա են բերված կառուցում։ Սա շատ ակտուալ հարց է, հերթական անգամ դիմում ենք ԿԳՄՍ նախարարությանը, այս հարցը բարձրացնում ենք եւ հարց ենք տալի ինչու չի ֆինանսավորում, չէ՞ որ սա իսկապես կարեւոր է եւ այդ 19 ֆեդերացիաներն էլ հաղթանակներ ունեն, 19 ֆեդերացիաները երագույն են բարձրացնում, մեր հիմն են հնչեցնում, մեդալներ են բերում, բարձրացնում են երկրի ճանաչելիությունը։ Սա այս տարվա աշխատանքներն է։ Կարող եք ներկայացնել եւ խաղամենամարտերի ֆեդերացիան, բոքսինգի, կուդոյի բոքսինգ կա, շախմատի վետերանների առաջը, հա, Հայաստանի Մուաթայի ֆեդերացիան, այսինքն իսկապես այն ֆեդերացիաներն են, որոնք որ մտածում են ազգի թե ֆիզիկապես, թե հոգեպես առողջության մասին, եւ սա կարեւոր է։ Լավ, դա մի քիչ բողոքեցինք, բայց շատ կարեւոր է այդ բողոքները։ Հիմա խոսենք լավ բաների մասին, ինչ մրցաշար է մեզ սպասում։ Մենք մեր պետության հետ ենք, մենք ուղղակի ուզում ենք, որ մենք էլ ուշադրության Չէ, մենք կենտրոնում ոչ ոք չի բողոքում, ուղղակի խնդիրները պետք է բարձրաձայնել, որպեսզի այն գտնեն լուծումներ։ Ամբողջ հարցը դրանում է կանում։ Ինչ նորություններ կա, այո։ Այո։ Ողջունում եմ, շնորհակալություն հրավերքի համար։ Նշեմ շատ կարևոր միջոցառում մենք Հայաստանում սպասում ունենանք վաղը չեմիսօրը։ Շատ կարևոր այն առումով այս մրցաշարից հետո մենք պետքա պատրաստվենք հավաքական մարզումներին, որպեսզի մայիսի 1-ից 3-ը Եվրոպայի գավաթի առաջնության մասնակցենք Խորվաթիայում։ Այդ իսկ պատճառով շատ կարևոր է գույն տեղ ունի մեր մոտ այս մրցաշարը, նաև սիրողական եւ պրոֆեսիոնալ մենամարտերով եւ Եվրոպայի գավաթի առաջնությունից աստվածտա լավ հաջողություններով վերադառնանք Հայաստան, պետքա մասնակցենք Թուրքիայում աշխարհի խաղերի առաջնությանը հուլիսի 1-ից 6-ը։ Ինչ հույսեր կան, թե Եվրոպայի գավաթում, թե աշխարհի։ Նշեմ շատ լավ ենք պատրաստվել այս մրցաշարին։ Այս մրցաշարից հետո արդյունքները ինձ թվում է գոհացնի ֆեդերացիայի նախագահին։ Ես որպես մանկապատանեկան հավաքականի մարզիչ նշեմ, որ լավ երեխաներ ունենք եւ պատրաստ ենք արդյունքները գոհացնելու։
Այ մանկապատանեկան, շատ լավ տարիք եւ միևնույն ժամանակ նաեւ մի փոքր ավելի դժվար տարիք, հա։ Արդյոք այսօր երիտասարդները հետաքրքրված են սպորտով զբաղվելու, ինչ արդյունքներ ենք մինչ այսօր գրանցել եւ արդյոք կարող ենք ասել, եթե ֆուտբոլի պարագայում գորի շատ սիրված, մենք միշտ խոսում ենք այն մասին, որ թիմային աշխատանքը կարծես թե մեր մոտ չի ստացվում, բայց անհատական սպորտը մեզ մոտ կարծես թե հիանալի է ստացվում։ Ունենք լավ սերունդ, այսինքն վաղվա հիանալի մարզիկներ։ Տարիքի մարզիկներ շատ լավ ունենք ու փորձում ենք նրանց հասնել այն աստիճանի, որ արդեն մեծահասակներում կարողանան արդյունքները լավ գրանցել։ Այդ անցումն է շատ դժվար Անցումը շատ դժվար է, այո, քանի որ մենք այս տարիքում երեխաները արդեն ունենք երեխաներ աշխարհի Եվրոպայի չեմպիոններ։ Ահա, արդեն ունենք։ Հիմա փորձում ենք պատրաստենք նրանց արդեն մեծահասակները։ Մրցավարության մեջ ինչ փոփոխություններ են արվում եւ ակտուալ այդ փոփոխությունները թե չէ, տեսնում ենք որ ըմբշամարտում անդադ ինչ որ փոփոխություններ են անում, ձյուդոյում են անում, ֆուտբոլում են անգամ անում, ասեմ որ Արսեն Վենգերի անվան, այսպես ասած, օֆսայդի հարցը կարծես թե Կանադայում հիմա փորձարկելու են եւ եթե հաջողվի արդեն կանցնի մնացած բոլոր ֆեդերացիաներին ինչ է կատարվում քիքբոքսինգում եւ արդյոք օրենքները, կանոնները փոփոխվում են, չեն փոփոխվում։ Ուրեմն քիքբոքսինգը 6 ոճ է։ Так։ Այս մրցաշարին մենք պատրաստում ենք 5 ոճով անցկացնել։ Մրցավարական փոփոխությունները, օրենքները տարեկան լինում են։ ՎԱԿ-ն միշտ աշխատում է այդ ուղղությամբ։ Դրա համար ամեն մրցաշարից գալուց լինում են թե շատ փոփոխություն, թե քիչ, մենք բոլորը գրանցում ենք։ Ունենք երիտասարդ նոր մեր հետ աշխատող երիտասարդ մրցավարներ, 10-12 հոգի, սեմինարներ ենք անցկացնում, բացատրում ենք, օրենքների փոփոխությունը ցույց ենք տալիս։ Պատրաստվում ենք մրցաշարը անցկացնել բարձր մակարդակով։ Մեզ հետ աշխատող այլ երկրները, որ գալիս են միշտ Հայաստան, մեզ լավ ճանաչում են։ Գիտեն, որ մեր մոտ չկա այդպիսի բան, որ մեր ու ձեր լինի, ով ուժեղ է նա հաղթում է, որ Հայ երկրից մարզիկներին չեք օգնելու։ Չէ։ Թող լավ Օգնում ենք մարզվեն։ մինչև Բայց մրցաշարը։ այդ տպավորություն է, որ մեր մրցավարները հայրին ուզում էին օգնել Ուկրաինայի դեմ խաղին, այս այդ Չէ, մենք տպավորությունն այնքան վստահ ենք մեր Բելարուսիայի։ Բելարուսիայի մեր տղաների վրա այնքան Եթե վստահ ենք։ օբյեկտիվ չդատեն մեր մրցավարները, հավատացեք, մյուս տարի չեն գա մեր Դա երկիր։ Եվ դա կարևոր է։ կարձագանքի վատ մեր ֆեդերացիայի գործունեությանը եւ ՎԱԿ-ն մեզ կարա արդեն պաշտոնապես գրություն ուղարկի, որ ձեր մոտ Եվ այդ խնդիրը օբյեկտիվ չի։ դուք կարող եք ունենալ նաև արտերկրում։ Նույնը կարող ենք ունենալ։ Մեր մարզիկները շատ ճանաչված են, թե աշխարհի մրցաշարերում, թե Եվրոպայի։ Այն մրցավարական փոփոխությունները կամ կանոնային փոփոխությունները քիքբոքսինգում ինչի համար են անում։ Ձյուդոյում ու ումշամարտում անում են օրինակ նրա համար, որ կանոնները, այսինքն դա լինի ավելի այսպես ասած պարզ եւ հասարակ այն մարդկանց համար, որոնք որ չեն հասկանում, խորացած չեն, Ավելի թափանցիկ են։ ավելի, չգիտեմ, գեղեցիկ լինի միգուցե։ Չէ, տեսեք, մինչև 15 տարեկան երկու ոճ է, 3 ոճ է։ Point contact, light contact եւ kick light contact, այսինքն թեթև։ Չի թույլատրվում շատ չոր հարվածներ։ Ուժեղ չոր հարված։ Թեթևացրած է։ 15-ից վերև արդեն գնում է լրիվ full կոնտակտը, low kick հարվածներով, այսինքն ազդրերի, full կոնտակտը գոտկատեղից վերև եւ կամեկը, արդեն կամեկը ծնկի հարվածներ էլ կան։ Ուղղակի ես մի հատ խնդրանք ունեմ, ուզում եմ բոլոր ծնողները, ում երեխաները զբաղվում են քիքբոքսինգով, ոչ ազգային ֆեդերացիայում, այլ ուրիշ դահլիճներում, իմանան, որ մրցաշարեր կազմակերպելուց Հայաստանի քիքբոքսինգի ազգային ֆեդերացիան ոչ մի պատասխանատվություն չի կրում այդ մրցաշարերում վնասված լինի, չլինի։ Մենք պատասխանատու ենք միայն մեր ազգային ֆեդերացիայի մրցաշարերում։ Այսինքն քիքբոքսինգում հայկական նաև կա այդ խնդիրը, որ կա նաև Ես շատ հիմնավոր եմ։ կարատեների դպրոցներում եւ Թույլ ֆեդերացիայում։ տվեք, ես հիմնավոր եմ, տեսեք, ՎԱԿ-ն, որ օլիմպիական, միջազգային օլիմպիական կոմիտեի ընտանիքի անդամ է դարձել, աշխարհում կան փոքր համաշխարհային ֆեդերացիաներ, շատ փոքր, որոնք արդեն փակվում են, կարող է միջոցառումներ կազմակերպեն եւ ինչ մենամարտ ուզում է լինի, երեխան մասնակցի։ Փոքր երեխան չի կարա գոտի տանի։ Ճիշտ հասկացեք։ Մեկ է ես վերջերս մի ընտանիքի հյուրին հրավիրել, գնացել եմ իրանց տանը, երեխան 12 տարեկան 5 հատ գոտի ունի։
Մեր երեխան կրվել է կամ կապես sense ֆեդերացիա չկա Հայաստանում, ոչ օլիմպիական կոմիտեն է ճանաչում, որ կրթության գիտության մշակույթի նախարարությունը։ Մեր երեխան գնացել է դուրս է sense մրցում, ասեմ դե երեխան ինչ մրցաշար է կտում, համ կարատե է կտում, համ kickbox, համ MMA, տարբեր մարզաձևեր։ Դե ծնողը հասկանում եմ ծնողի երեխայի հոգեբանությունը չկոտրելու համար, ասում շատ լավ է, բայց կա պաշտոնական ֆեդերացիա, կարող եք դիմել եւ երեխան մարզվի այս դպրոցում, որ հեռանկար ունեն ամեն առաջինը։ Իսկ ապահովագրված լինի տրավմաներից եւ մենք բուերի հետ ունենք համագործակցության հուշագրեր ստորագրած, որ աշխարհի Եվրոպայի չեմպիոնները անվճար հիմունքներով սորեն, այսինքն մենք քայլեր ունենք, մենք համապատասխան բուժ հաստատությունների հետ ունենք։ Այսինքն դուք նաեւ մարզիկներին ինչ որ սոցիալական Այսինքն նույն տրավմաների հետ կապված հարցը նաեւ ֆեդերացիան լուծում է։ լուծում է։ Մենք ունենք համապատասխան, չեմ ուզի գովազդանեմ, հիմնարկ բժշկական, որից հետ աշխատում ենք, երեխաների խնդիրը նաեւ անվճար իրանք օգնում են։ Այսինքն ֆեդերացիան նաև հոգում է այդ հարցերը։ Ֆեդերացիան հոգում է, եթե ցանկացող կա, զորացրվում է բանակից վերադառնում է երեխան, ցանկանում է համակարգում աշխատի պետական։ Կարողանում ենք դիմենք նախարարությանը, նախարարին օգնեն, որ այդ ֆիզիկապես ամուր կոփված տղան իր գիտելիքը ֆիզիկական ներդնի ծառայությանը։ Ինչ հարաբերություններ ունի ֆեդերացիան բանակի հետ, դուք արդյոք կարողանում եք օրինակ, չգիտեմ, ուսումնական կենտրոններում, հենց զորամասներում մրցումներ, պարապմունքներ անցկացնել եւ այլն, եւ կան մարզիչներ այնտեղ եւ թույլ են տալի դա անել, թե շատ լավ առաջարկ բարձրացրեցիք, մենք ուզում ենք այդ հարցով դիմենք, որ պատրաստական ենք նաեւ հասարակական հիմունքներով ֆիզղեկերին օգնել մեր մարզիչները, շաբաթը մեկ անգամ զորամաս գնան, ֆիզիկական պատրաստվածության դասեր անցկացնեն, հաշվի առնելով որ ֆիզիկական պատրաստվածությունը ծառայության մի բաղկացուցիչ մասն է կազմում։ Ամենակարևոր։ Մենք այդ հարցը բարձրացնելու ենք եւ քանի որ խոսվեց մրցավարական կանոնների մասին, շատ մի փոքր ավելացնեմ, light-ը, kick light-ը, եթե օլիմպիական խաղերին եղավ, դրանք են մասնակցություն ունենալու։ Այդ շատ լավ հարց բարձրացեցիք, ինչով է տարբերվում։ Մեր աշխարհով մեկ պետք է ցույց տան առաջուց այդ թեթև ոճերը, որտեղ այն ծանր հարվածները ոճերը մի քիչ արդեն եվրոպական երկրներում մի ուրիշ ձև է դիտարկվում։ Դա համար kick light-ը, semi contact-ը դրանք են ի սկզբանե օլիմպիական խաղերին մասնակցություն ունենալու։ Շատ լավ սաներ ունենք այդ ոճով նաև Սյունիքի մարզում, Գեղարքունիքի մարզում, մարզերում են շատ լավ։ Ոչ միայն Երևանում է զարգացել։ Միանշանակ 30 տարի է ինչ գործում է ֆեդերացիան, մեր բոլոր վետերան մարզիչները, մեր բոլոր մարզիկները իրենց գիտելիքով, հմտություններով նվիրվել են սպորտին։ Մեծ խնդիր ունենք մարզերում սպորտը զարգացնելու հետ կապված։ Խոսքը գնում է ոչ միայն մարզիչների մակարդակի կամ քանակության մասին, խոսքը գնում է նրա մասին, որ մենք ունենք համապատասխան վայրեր պարապմունքների համար, դահլիճներ, դաշտ ֆուտբոլ խաղալու համար, մարզադաշտ բասկետբոլի համար, տատամի եւ այլն։ Այդ հարցերը ինչպես է լուծվում, ով է լուծում եւ լուծվում է թե ոչ։ Եվ օրինակ, դուք ունեք հաշվարկ, որ մեզ այսքան դահլիճ է պետք ամբողջ Հայաստանում, որ երեխաները բոլորը զբաղվեն սպորտով։ Քիքբոքսինգի մասին է։ Քիքբոքսինգի մասին օրինակ, դուք ձեր համար պատասխան տվեք, այո։ Շնորհակալ եմ հարցի համար, հարցը շատ կարևոր է։ Տեսեք, մենք մարզադահլիճները վարձակալում ենք մարզերից կամ մենք այսօր նաև դպրոցների հետ վարձակալություն է համարում քաղաքապետարանի հետ։ Մարզիչը պետք է ամենակիչը լինի 20 տարեկանից բարձր։ Այ մեր մարզիչը Իսպանիայի նաև սովորում է ֆիզկուլտուրայի պետական ինստիտուտում բում։ Մարզիչները պետք է անպայման բուի ուսանող լինեն կամ որտեղ մասնագետ լինեն։ Մենք այսօր ուսումնասիրում ենք շատ մարզիչներ տարբեր մարտարվեստների, զուտ մարզիչը, զորացրել է եկե մարզիչը, մի ամիս մարզում է մի դպրոցում, այդ դպրոցը փակվեց, այդ ծնող չգիտի երեխան ու մոտանի։ Արդեն ունենք ձևավորված դպրոցներ, վերանորոգման հետ կապված, մարզական գույքի հետ կապված հարցեր որ լինում է, միայն մենք դիմում ենք օլիմպիական կոմիտեին, մեզի գույքով աջակցում։ Ինչ է պետք քիքբոքսինգի համար, տատամիներ, տանձիկներ, պարկեր, ձեռնոցներ, դրանք շատ կարևոր շլեմ, շլեմ եւ լապա, այսինքն ամեն ինչ պետք է եւ այսինքն դա էլ է բավականին թանկ սպորտաձև է ստացվում։ Նենց չի որ դե ֆուտբոլի պարագայում ասում են մի հատ գնդակ, բայց դե դա էլ աշխարհի կանոններով ամեն ինչով չեն աշխարհի առաջնություն, Եվրոպայի առաջնությունն են, որ գնում ենք, մենք ստեղի ձեռնոցներով, որ գնում են
շուկաներից չի Արգելված, թույլատրվում։ Այնտեղ հատուկ պարամետրեր գոյություն ունի, այդ թվում է Վակոյի լոգոն պետք է լինի։ Ինչը դա պետք է հատուկ գնվում է։ Այո։ Իրանք վաճառում են։ Եվ այնտեղ սպոնսորները։ առանձին այդ էպիկերովկեն գնելու համար դա առանձին մեծ Գումար է գումար է։ կլորիկ։ Ես Մեծ կարելի է ես Մի ավելացնեմ։ հատ կարմիր պետք է ունենաս, մի Մի հատ հատ կապույտ։ կապույտ։ Հա, դե Տեսեք, ֆինանսավորման համար, որ հարցը տվեցիք, 4 գլխավոր մրցաշար կա տարեկան։ Աշխարհի առաջնություն գավաթ, Եվրոպայի առաջնություն գավաթ։ Աշխարհի առաջնությունը կամ գավաթը կարող է լինել Բրազիլիայում, Ավստրալիայում, տարբեր հերու մայրցամաքներում, երկրներում, անպայման չի լինի Վրաստանում։ որպեսզի Թուրքիայում, մարզիկը հավաքականի մասնակցի 4 մրցաշարին 20,000 եվրոյի չափ ծախս է պահանջվում։ Յուրաքանչյուր մարզիկյան։ Յուրաքանչյուր մարզիկին, որովհետև մրցաշար գնալուց լրիվ էկիպիրովկեն հայերեն Էկիպիրովկա, Բայց իհարկե թանկ հաճույք է, Էկիպիրովկա։ պարտադիր փոխվում է ամեն տարի, որովհետև Իհարկե։ սպոնսորը մրցաշարի կարող է լոգոները փոխվի։ փոխվում է, հա, Ասենք այսինքն պետք է Adidas-ը ամեն կարա լինի, Nike-ը կարա լինի, պարտադիր իր Ինչ ասեմ։ շատ Ինչ թանկ կարող հաճույք է։ ասել։ Կարող Դրա ասել, Մենք գնում ենք 5, 6, 7, 10 հոգով։ Մյուս երկրները չեմ ուզում անունները տամ, 100, մենք գինենք մեր 120, հարևան 150 հոգի են տան։ Սվերջերս դե ես ջյուդոյի հետ շատ մոտ եմ, կարող եմ ասել, որ օրինակ Ավստրիայում մեծ մրցաշարից հետո սովորաբար լինում են 2-3 օր, երբ որ մարզիկները մնում են եւ մարզվում են իրար հետ։ Եթե Հայաստան ուներ 2 ներկայացուցիչ, ընդամենը մեր հարևան երկիրը, եթե դեմքով դայինք դեպի Վրաստան աչ կողմից հարևան երկիրը, այնտեղ ներկայացված էր 134 մարզիկ։ Մենք գիտենք 134։ Այստեղ նաև շատ կարևոր հարց է, որ շատ ճիշտ եք օրինակ բերում, մենք ներկայացնում ենք երկիրը, մեր դրոշը։ Երբ որ չեմպիոններով վերադառնում են, հրապարակային բոլորը ուրախանում են։ Մեր հաղթանակն է, մեր երկրի հաղթանակն է։ Մեր հարգարժան ասեց, որ քաղաքականություն մեր համար սպորտը արտաքին քաղաքականություն է, երբ որ մենք արտերկրում դրոշը բարձրացնում ենք, մեր քաղաքականությունը արտերկրում ենք ցույց տալիս դրոշը բարձրացնելով։ Ձեր թույլտվությամբ, եթե կարելի է փոքր մասով խոսեմ, հյուրեր ունենալու ենք արտերկրից, վերջ-վերջո մեր հյուրերին պետք է լավ ճանապարհենք եւ մենք ֆեդերացիան որոշել է այսպիսի հուշանվերներ տա մեր հյուրերին, տվյալ պետության ղեկավար կազմի, մրցավարական կազմի, մարզիչներին, բայց քանի որ վաղը չմիսօրը մրցաշարը սկսելու, մենք առիթից օգտվում ենք եւ այսօրվա առաջի պարգևը հանձնում եմ երկուսի։ Առաջինը մենք ենք Մենք ստանում։ պարգևատրվեցինք Եթե դուք ԿԳՄՍ նախարարություն, մենք հարցերը բարձրացնում ենք, որ դուք ինչ-որ լուծում տաք, ոչ թե իրար վրա ուղղակի ջայնանանք, եւ հուսանք, որ մի քանի տարի անց արդեն խոսենք նաև օլիմպիական հաղթականների մասին, հաղթանակների մասին եւ Հայաստանը կունենա ոսկե մեդալներ նաև օլիմպիադայից։ Իրականում մենք ֆեդերացիայի ողջ անձնակազմի անունից ուզում ենք շնորհակալություն հայտնենք ձեզ այսօրվա հրավիրելու համար, մեր հարցերը առարկայական քննարկելու համար հերոստատիտողների մոտ։ Մենք շատ սիրում ենք մեր երկիրը, մեր պետությունը, մենք շատ ուզում ենք բոլոր այդ համագործակցենք, հաշվի առնելով, որ մենք հայ ենք։ Այո, բոլորիս հաղթանակներ այս պահին իհարկե հաղթական երաժշտություն շանթի եթերում։